Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կիլոմետր հարավ-արևելք։ Մայիսի 1-ին տեղական ժամանակով ժամը 07:47-ին ՀՀՆԳՆ սեյսմիկ ծառայությունը գրանցել է 2.8 մագնիտուդով երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կիլոմետր հարավ-արևելք։ Ապիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-ից 4 բալ։ Իրանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, տուժել է 3 մարդ։ Մայիսի 1-ին ժամը 05:10-ի սահմանում Իրանի արևելյան Խորասան նահանգի Ռաշտխար շրջանում տեղի է ունեցել 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Նախնական տվյալներով վնասվածք է ստացել 3 մարդ։ Գրանցվել են նաև աննշան ավերածություններ։ Ուկրաինան եւ ԱՄՆ-ն համաձայնության են հասել։ Ուկրաինան եւ ԱՄՆ-ն ստորագրել են հանքանյութերի համաձայնագիրը, որը նախատեսում է համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծել Ուկրաինայում, հայտարարել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն համաձայնագիրը Վաշինգտոնում ստորագրելուց հետո։ ԱՄՆ-ի կողմից փաստաթուղթը ստորագրել է ֆինանսների նախարար Սթոկ Բեսենթը։ ԱՄՆ-ն նաև $50 միլիոն ռազմական օգնություն է հատկացրել Ուկրաինային։ Ռուսական եւ ուկրաինական զորքերը հրթիռակոծել են միմյանց տարածքը։ 7 մարդ զոհվել է, ավելի քան 20-ը վիրավորվել Խերսոնի մարզում ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով։ Ուկրաինական կողմն էլ Մոսկվային է մեղադրել Իսկանդերով Օդեսային հարվածելու համար։ Կան զոհեր, որոնց թիվը ճշտվում է։ ԱՄՆ պաշտպանության նախարարը սպառնում է Իրանին։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտնել է, որ Իրանը պատասխանատվության կենթարկվի Եմենի հութի ապստամբներին աջակցելու համար։ Մենք տեսնում ենք ձեր մահացու աջակցությունը հութիներին։ Դուք լավ գիտեք, թե ինչի է ընդունակ ԱՄՆ զինուժը։ Ձեզ համար հետևանքներ կլինեն այն պահին եւ այնտեղ, որոնք մենք կընտրենք, նշել է Պենտագոնի ղեկավարը։ Հնդկաստանը փակեց օդային տարածքը Պակիստանի համար։ Հնդկաստանն ամբողջությամբ փակել է իր օդային տարածքը Պակիստանի ավիաչվերթների համար։ Սահմանափակումները ուժի մեջ են մտել ապրիլի 30-ից եւ կգործեն մինչեւ մայիսի 23-ը։ Ավելի վաղ Հնդկաստանը հայտարարել էր Ինդոս գետի ջրային ռեսուրսների վերաբերյալ պայմանագրից դուրս գալու մասին, չեղարկել էր պակիստանցիների վիզաները եւ կոչ արել իր քաղաքացիներին լքել Պակիստանի տարածքը։ Արդեն 10 օր այս պետությունների սահմանին նաեւ փոխհրաձգություն է։ Հանրապետություն կուսակցությունը սպառնում է վայր դնել մանդատները։ Հանրապետություն կուսակցությունը սպառնում է վայր դնել ավականու մանդատները, եթե ապրիլի 30-ի հայտնի ծեծկռթուքի մասնակից Նոր-Նորքի թաղապետը պաշտոն անկարվի։ Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նաև պաշտպանել է իր կուսակցի արարքը, նշելով, որ նրանք, ովքեր զբաղվում են զրպարտությամբ եւ ներխուժում են անձնական տարածք այդ կերպ փող վաստակելով, պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրել։ Նախիջևանում անցկացվել է հերթական հրամանատարաշտաբային զորավարժությունը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ վարժանքն անցկացվում է 2025 թվականի պատրաստության պլանի համաձայն։ Տագնապի ազդանշանով ստորաբաժանումները շարժվել են դեպի տեղակայման վայր, որտեղ ստուգվել են նրանց մանևրելու ունակությունը եւ հրամանատարական կազմի գործողությունները, իրականին մոտեցված իրավիճակում։ Ստամբուլում բախումներ են եղել ցուցարարների եւ ոստիկանների միջև։ Ստամբուլում մայիս 1-յան հանրահավաքներն առանց միջադեպերի չեն անցել։ Ցույցերի կազմակերպիչները, արմիությունների ներկայացուցիչները եւ ուսանողները պահանջում են երաշխավորել իրենց իրավունքները եւ արժանապատիվ աշխատանքը։ Հակառակ ապաքաղաքական բնույթին Ստամբուլի ոստիկանությունը բռնությամբ ցրել է ցույցը։ Ավելի քան 300 մարդ ձերբակալվել է։